Հայաստանում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանությունը թվային հարթակների զարգացման համատեքստում քննարկմանը Yandex Armenian և մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների փորձագետների հետ միասին քննարկել են ոլորտի կարգավորման մոտեցումները։ Այս համատեքստում ներկայացվել են նաև Yandex Go ծառայությունում իրականացված վերջին փոփոխություններն ուղղված թափանցիկության և շուկայի կանխատեսելիության բարձրացմանը։ Ավելի վաղ հայտարարվել էր մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որն ուսումնասիրում է շուկայի կարգավորման և շարունակական բարելավման ուղիները։ Աշխատանքային խմբի նպատակն է մշակել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունն ու շուկայի արդյունավետությունը։ Մրցակցության և սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության գործում այսօր հատկապես կարևոր է փափուկ իրավունքի գործիքների կիրառումն, այդ թվում հակամենաշնորհային կոմպլայենսի ներդրումը։ Ցանկանում եմ ընդգծել, որ հանձնաժողովը բաց է բոլոր այն տնտեսվարողների հետ համագործակցության համար, որոնք հանդես են գալիս նման նախաձեռնություններով, իր խոսքում նշել է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։ Համատեղ աշխատանքի առաջին ամիսներին իրագործել ենք լուծումներ, որոնք միտված են շուկայի մասնակիցների, առաջին հերթին ուղևորների և վարորդների համար ավելի կանխատեսելի և բարենպաստ միջավայր ստեղծելուն, նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Ուղևորների և վարորդների համար ոլորտի բարելավման նպատակով իրականացվող քայլերի շրջանակում ներկայացվել են Yandex Go ծառայությունում կատարված փոփոխությունները։ Ծառայությունն այժմ հրաժարվում է իր վարձատրության միջնորդավճարի մի մասից այն պատվերների համար, որոնց արժեքը բարձր պահանջարկի ժամանակ ավելի քան 2 անգամ գերազանցում է բազային սակագնով ուղևորության արժեքը։ Բարձր պահանջարկի ժամանակ սա ավելի բարձր եկամտի հնարավորություն է տալիս։ Yandex Plus-ի բաժանորդների համար Yandex Go-ն գործարկել է 5% քեշբեք բարձր սակագներում ուղևորությունների դիմաց նախկինում վարորդի հաշվին տրամադրվող զեղչի փոխարեն։ Ծառայության վարձատրությունը միջնորդավճարը դարձել է աստիճանական Start Econom սակագնում նվազելով մինչև 14.5%, իսկ ավելի բարձր սակագներում կազմելով 16.5%։ Սահմանվել է մեքենայի համար սակագնի հասանելիության երաշխիք 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է երաշխիքային ժամկետ ավտոմեքենայի արտադրության տարեթվից, որի ընթացքում ավտոմեքենան կպահպանի որոշակի սակագներում պատվերներ կատարելու հնարավորությունը։ Դա թույլ է տալիս վարորդներին ավելի հեշտ ընտրություն կատարել պատվերներ կատարելու համար նոր մեքենա ընտրելիս։ Սահմանվել է գնի բարձրացման վերին սահման բարձր պահանջարկի պայմաններում եռամսյակային կտրվածքով ուղևորության արժեքի բազային գնի նկատմամբ եռաքի եւ ավելի աճը չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5%-ը։ Yandex Go հավելվածում արդեն ցուցադրվում են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասներն օգնելով օգտատերերին տեսնել, թե ինչպես է ձևավորվում յուրաքանչյուր ուղևորության արժեքը, ներառյալ բարձր պահանջարկի ժամանակ կիրառվող գնի բարձրացման գործակիցը։ Start Econom սակագնում ներդրվել է վիրտուալ հերթերի ձևավորման գործիքը, որը թույլ է տալիս սպառողին իրական ժամանակում գնահատել եւ ավելի արդյունավետ կողմնորոշվել ուղևորափոխադրման ընտրության հարցում։ Սակագների քարտերում ավելացվել է մեքենաների եւ ծառայության մասին մանրամասն տեղեկատվությունն ուղևորի համար ավելի կանխատեսելի դարձնելով ծառայությունն ու դրա որակը։ Նշվել է նաեւ, որ Հայաստանում նախատեսվում է գործարկել նոր low-cost ծառայություն, որը վարորդներին եւ ուղևորներին կառաջարկի ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների լրացուցիչ այլընտրանք թվային հարթակի միջոցով։ Կողմերը նաև հայտարարել են, որ աշխատանքային խմբի շրջանակում համագործակցությունը շարունակական է։